Սեբաստիան Վանեզը շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կներկայացնենք ձեր մեկնաբանությունները։ Երեք կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեսակ ինչ ասաց, արդարացնելով իրենց օլիգարխի Հարսանիք եղբորորդու Հարսանիք մարզամերգային համալիրում եկեղեցիները անվանեց չուլանացված աղբանոցի են վերածվել եւ դրան հաջորդեց բաղարավության այլևս խայտարակ գրառումները հոգեվոր դասի հասցեին, հաջորդեց տիկնոջ մեղադրանքը, որը շատ հոգեվորականներին ըստ էության մեղադրեց պեդոֆիլ մանկապիղծ լինելու մեջ։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը ինչ է տեղ ունենում, ինչ ունի անելու այս փուլում եկեղեցին համար։ Մարիամ ջան, գիտես, ինքնին ճիշտ են ասել, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվել է եկեղեցում, եկեղեցին իմիջիալոց չուլանանոց է դարձել, որովհետև երբ աղբը մտնում է որևէ սրբավայր, այդ սրբավայրը իրականում դառնում է աղբանոց։ Նիկոլ, քոնը եւ քո տիկնոջ ներկայությամբ Սիսյանի Վաղատնի եկեղեցին, որտեղ դուք այցելել եք մոմ եք վառել, Վաղատնի եկեղեցին վերածվել է չուլանի։ Բայց ես ուզում եմ ժողովուրդ ջան, այս բառի իմաստը ասել, ինչու է Նիկոլը հենց չուլան բառը, չուլանանոց բառը օգտագործել։ Չուլան բառը թյուրքական լեզուներից փոխառված բառ է։ Այն ծագում է թաթարերեն չոլան կամ չուլան բառից, որը նշանակում է պահեստ, մթերանոց, օժանդակ սենյակ։ Նմանատիպ ձևեր հանդիպում են նաև բաշկիրերենում, ղազախերենում, թուրքմերենում եւ այլ թուրքական լեզուներում։ Օրինակ բաշկիրերեն ցոլան, պահեստային սենյակ, հին թուրքերեն քոհլան, պահեստ, հնարավոր ամառը համարվում է չուլան բառը, կապ ունի հին թուրքական չուլ, չոլ արմատի հետ, որն արտահայտում է դատարկ տարածք։ Հասկանում եք, Նիկոլ Փաշինյան, իրականում դու ճիշտ ես ասել, որ եկեղեցին եւ դու եւ քո տիկինը այդ վայրահաճող տիկինը մտնում եք որևէ սրբավայր, այն դառնում է չուլանանոց, որովհետև գիտեք ինչ կա, մարդն է զարդարում տարածքը, դուք չեք զարդարում, դուք պղծում եք տարածքը, դրա համար դուք իրականում ճիշտ եք, եկեղեցին չուլանանոց է դարձել։ Ամբողջ ճանապարհին, երբ դուք գնացիք, եւ գիտեք ինչու է վիրավորում եկեղեցին, որովհետև եկեղեցին փակել է Նիկոլ Փաշինյանի եւ տիկնոջ համար եւ այնտեղ հավաքված ուխտավոր հասարակությունը դժգոհություն է արտահայտել եւ Նիկոլի հետևից բանը ուղարկե գոռացել են օղրաշ, թուրք, դավաճան, փալաս բառերը։ Ահա թե ինչու որոտնավանքից հետո Նիկոլը վիրավորված չուլան է անվանում այն վանքը, որտեղ Հովհան Որոտնեցի է դասավանդել եւ գործել, որտեղ եղել է սրբավայր եւ դպրոց, որի եկեղեցին կառուցել է Սյունյան Շուշանիկ Թաքուհին։ Իսկ Սուրբ Գրիգորիս եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը եւ գնացել է Ստեփանոս Սյունեցին այդտեղ է գործել։ Հասկանում եք։ Ահա թե ինչու Նիկոլի համար չուլանանոց է այն եկեղեցին, որտեղ ինքը գտնվում է։ Երկրորդը, հայոց եկեղեցու պատմության մեջ շատ են եղել դավաճաններ, ովքեր փորձել են պղծել եկեղեցին։ Եվ հենց հիմա Կիլիկիայի հայոց թագավորության կորուստը կապում են հայոց կաթողիկոսի հետ, որը իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Պարզապես եկեղեցին ոչնչացնելու քաղաքականություն, որովհետև ժողովրդին ոչնչացրել են իրենք։ Իրականում հայ ժողովուրդը այլևս պայքարող, մաքարող ժողովուրդ չէ։ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հայոց ոգին կոտրել, ժողովրդին կոտրել, ժողովրդի կամքը պահում է ընտանիքը եւ հավատը։ Ահա թե ինչու հարձակում են գործել պիղծ սատանայական այլասերվածները հարձակվել են հայոց սրբության սրբոցի, հայոց եկեղեցու վրա։ Գիտեք, ես կոմունիստական դասյակություն ստացած եմ, բայց ես հիշում եմ երջանկահիշատակ Սիսյանի շրջկոմի քարտուղար Շորս Դավթյանը, որը ակտիվ դերակատարում ունեցավ Շուշի Ղազանչեզոս եկեղեցու վերանորոգմանը, ասում է եկեղեցին այն սրբությունն է, որ մեր արմատները սնում է այս հողի վրա։ Դա Շորս Բագրատի Դավթյանի ասածն է, որը այսօր այս մանկապիղծ ստորները, այս միասեռական ոչնչությունները պղծում են նորից։ Գիտեք, հարցը ինչն է, հարցը այն է, որ այսօր չուլանանոց են անվանում եկեղեցիները,
դու ստում ես տականք, որովհետև այն նույն օրը, երբ դու մտել ես ու պղծել ես քո ներկայությամբ որոտնավանք, ես եղել եմ որոտնավանքում, այդ նույն օրը գնացել էի լծեն իմ մայրական գյուղ եւ հետ գալուց ես մտա այնտեղ եւ ասացին, որ քո նման պիղծ է եկել ու գնացել է ու մարդկանց անեծքն էր հետևում քեզ։ Երևի քեզ թվում է, որ Վատիկանի պլպլացրած հատակները ավելի սուրբ են, քան հայոց եկեղեցու քարե սրբությունները, դու սխալվում ես։ Ես ամբողջ կյանքս անց եմ կացրել Սիսիանի Սուրբ Գրիգորի Սյունի նշանավոր եկեղեցու բակում։ Խաղացել եմ այնտեղ, մեծացել եմ այնտեղ, գիրք եմ կարդացել նրա պատին հենված։ Եվ այդ եկեղեցու այդ մութ սև պատերը, որտեղ ընդ որում քեզ դուրս վռնդեց Տեր Հայրը, ինձ համար ավելի սուրբ են, քան Միքելանջելոյի քանդակները Պողոս Պետրոս տաճարի, Վատիկանի տաճարի։ Դու հասկանում ես տականք 1001 թվականին կառուցված Շուշանիկ Թագու կողմից կառուցված Սուրբ Կարապետը եւ Սևադա իշխանի 1007 թվականին կառուցված Սևադա իշխանի Սուրբ Ստեփանոսը, Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնակերպված եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին քեզ համար ճուլանանոց են։ Դու գարշանք ես, դու տականք ես։ Եվ քեզ թվում է, թե մարդկանց վիրավորելով դու ինչ-որ բանի կհասնես։ Դու սխալվում ես։ Դու փորձում ես շեղել մարդկանց ուշադրությունը քո եւ քո ընտանիքի թալանից, բայց ոչ ոք նիկոլական թալանը երբեք չի մոռանալու։ Վերջերս ես տեսա ազգային ժողովի պատգամավորներից մեկի վայրահաճը, որը հայտարարում էր. գիտեք ինչ, մարդասպան, հայի արյունը թափած Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի օրոք քաղաքական սպանություններ են եղել։ Քաղաքական սպանությունները եղել են նախկին իշխանությունների օրոք, քրեական գործ է եղել եւ մարդիկ ցմահ են բանտարկվել։ Ընդ որում այդ ցմահ բանտարկվածներից մեկը Նիկոլի իշխանության գալուց հետո ազատ է արձակվել, հիմա բիզնեսով է զբաղվում։ Հարցը ինչու։ Նիկոլի օրոք 72 քաղաքական անհասկանալի մահ եւ սպանություն է եղել։ Ոչ մեկը չի բացահայտվել։ Ռոբերտ Քոչարյանի օրոք հայոց բանակը կորցրել է 92 զինծառայող ամբողջ 10 տարիների ընթացքում։ Նիկոլի օրոք 7 տարիների ընթացքում հայոց բանակը տասնյակ հազարավոր զոհեր եւ վիրավորներ ունի։ Ով է Հայաստանը։ Այ քպեական ոչնչություններ։ Պետրոս, երբ դու ճպճպացող հորթի հայացքով նայում ես իրենց, նոր գոնե այդ թվերը բերի, որ հասարակությունը հասկանա, որ դու մարդ ես, հայ ես, եւ ոչ թե փողի համար ծախված ոչնչություն։ Օրինակ ինչու Պետրոս չասացիր, Ռոբերտ Քոչարյանի օրոք 92 մարդ է մահացել հայոց բանակում։ Պապլավոկում թիկնապանները մեկին նեղություն տվեցին սրտի կատվածից մահացել, բոլոր թիկնապանները դատվեցին եւ նույն պահին հեռացվեցին աշխատանքից։ Սոնանի երեխան փորում, սրտի տակ երեխան սպանեցի Նիկոլ։ Հորեղբայրը ինֆարկտ է ստանում, հայրը արդեն ծանր վիճակում է, որովհետեւ դատը ծաղրի եք վերածել։ Եվ դուք դեռ սրբություններից եք խոսում այ ոչնչություններ։ Հայոց եկեղեցին կանգնած է կամ պետք է իր կտրուկ վերաբերմունքը ցույց տա, նաև սրբազան քեզ եմ կոչով դիմում, ճանաչելով քեզ, հարգելով քեզ, ինձ թվում է, որ դու կամ պետք է դատական հայց ներկայացնես Նիկոլ Փաշինյանի դեմ, զրպարտության հոդվածով, ոչ թե վիրավորանք, այլ զրպարտության, կամ պետք է ընդհանրապես ինքնասպան լինես։ Եկեղեցի, եթե դու մութ խորշերում մանկապղծությամբ ես զբաղվել, երևի Աննա Հակոբյանը շփոթել է, որովհետև մանկապղծության միջազգային դատարանը մանկապղծության մեջ մեղադրեց Վատիկանին եւ Վատիկանը ներողություն խնդրեց պաշտոնապես, որովհետև մի քանի առաջնորդներ Վատիկանի կաթոլիկ եկեղեցու մի քանի առաջնորդներ իրականում մանկապղծությամբ են զբաղվել եւ ունենալով այդ ինֆորմացիան Վատիկանին վերաբերյալ նա
Նիկոլ Փաշինյանն եւ Աննա Հակոբյանը այդ օգտագործեցին հայոց եկեղեցու դեմ։ Դա պարզապես էժանագին քաղաքական տրյուկ է, ոչինչ ասելու չունեն եւ հայոց եկեղեցուն են մեղադրում։ Այո, Վատիկանը պաշտոնապես ներգրավություն է խնդրել մանկապարտության մեջ իր սպասավորների ներգրավվածության համար։ Եվ այդ պաշտոնական ներողությունը հայոց եկեղեցու հետ ոչ մի կապ չունի։ Ահա թե ինչպես են այս իշխանությունները պղծում հայոց եկեղեցին։ Աննա Հակոբյան, դուք շատ ճիշտ եք ասել, այո, կաթոլիկ եկեղեցի մանկապարտության մեջ ներգրաված եղել, ինքը չի ժխտել այդ մանկապարտության իր մասնակցությունը եւ պաշտոնապես ներողություն է խնդրել։ Հայոց եկեղեցու մեջ առաջինը, ով հայոց եկեղեցու մանկապարտության մեջ մեղադրեց, դա դավաճան կապիտուլյանտ հողատու հայասպան Նիկոլի Հարճն է։ Դուք Աննա Հակոբյան։ Երբ մարդուն խոտակեր ես անվանում, հիշիր լոբի մաքրելդ։ Ուրիշ բան չեմ ասում։ Եվ դու կհասկանաս, որ խոտակերը ով է։ Չուլանանոց եք դարձել եկեղեցին։ Հայոց ոչ մի եկեղեցի, այսքան տարի եկեղեցիներով պատրաստում եմ Չուլանանոց չի եղել։ Այնտեղ կան մարդկանց նվիրատվություններ։ Մարդը իր սրտով անցկացրած մի որևէ բանցիկ է կապում եկեղեցու սուրբ տեղում։ Մի որևէ նկար է տանում դնում այնտեղ իր հոգից դուրս եկած, իր սրտից դուրս եկած։ Այդ նկարը հաճախ մանկական նկար է։ Նկարչական թոթովանք է, բայց այն ունի իր սուրբ նշանակությունը։ Դուք չեք հասկանա այդպիսի բաներ, որտեղ դուք սրբության հետ ոչ մի կապ չունեք։ Դուք պիղծ թուրքական սպասավորներ եք, Հայաստանը կործանող։ Երեք ես խոսում եմ մեկի հետ, ասում եմ, բա Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայաստանում վերաբնակեցնել 300,000 թուրքերի եւ ասում են, որ խաղաղության պայմանագիրը պետք է լինի։ Նայում աչքերս, ասում եմ, պարոն Հովհաննիսյան, իրոք այդպիսի բան կա, թե ծաղրում եք։ Ասի չէ, այդ հայտարարել է ինքը։ Սկզբնական շրջանում 5 պահանջ է եղել, հետո 12, հիմա 17։ Եվ այդ բոլոր պահանջները Նիկոլ Փաշինյանը պատրաստ է, որպեսզի կանգնի եւ ասի ինձ ընտրեք, ես խաղաղություն բերեցի ձեզ։ Դա խաղաղություն չէ։ Դա հայի կործանումն է։ Եվ հավերժական մարմնավաճառը, ինչպես Վահագն Ալեքսանյանն է բնորոշել այդ կեղտին, այդ ոչնչությանը, այդ հավերժական մարմնավաճառը, կանգնում ասում է 5 րոպե հետո առևտուր կանենք։ Կանգնում ասում է, որ ինչ ա եղել, թող գան իրենց գյուղերը ապրեն։ Իրեն թվում է դա իր չունեցած բոստանն է։ Իր չունեցած բոստանն է։ Եվ ինքը կարող է որոշել թուրքը գա առևտուր անի, թե ապրի։ Դուք հասկանում եք ինչ է կատարում քեզ այդ ժողովուրդ։ Դուք չեք հասկանում։ Երեք մի կին ինձ մեղադրում է, ասում չկարացեք մի խելագարի հանել, ասի չես էլ կարողանա հանել այդ խելագարին, որովհետև թուրքերն են իրեն պահում։ Եվ համոզվեք, որ մենք այսօր օկուպացված երկիր ենք։ Օկուպացված։ Ու մենք այդ օկուպացված երկրում թուրքական իշխանության ներքո ենք ապրում։ Այս իշխանությունները թուրքական են։ Այս իշխանությունները ոչ մի սրբություն չունեն։ Եթե Սուրբ եկեղեցին Չուլանանոց է ասում, լսի, այ պոռնկի զավակ, այ պոռնիկ, այ աղբ, ես Հայաստանում Չուլանանոց եկեղեցի չեմ տեսել։ Ամբողջ կյանքում ասում եմ, եկեղեցու մոտ եմ ապրել։ Դու ինչ իրավունք ունես իմ սուրբ զգացմունքները պղծելու, վիրավորելու։ Ինչ իրավունք ունես։ Ով է քեզ նման իրավունք տվել։ Հոգեկան հիվանդ մերդ, թե բռնաբարող հերդ։
Հարճ Եղազարյան մեհերին սպանած այլասերվածը տականքներ պատասխան եք տալու։ Նարեկ Նալբանդյանը փորձում է վաճառել իր բիզնեսները, որովհետև ինքը հասկանում է, որ պետք է փախչի ինքը։ Դա իրենը չի։ Պարզապես իրեն ստիպում են, որ վաճառեն։ Բայց հարց է ծագում։ Աղմուկ եք բարձրացնում։ Ռոբերտ Քոչարյանը այս արեց, Ռոբերտ Քոչարյանը այն արեց 13 անձից 200 միլիոն դոլարի գույք եւ արժեթղթեր եք առնում։ Այդ արժեթղթերը, եթե գնվել են, մի քանի միլիոն դոլար են եղել, որ գնվել են։ Թող պատասխան տան որտեղից իրենց, ես չեմ արդարացնում։ Բայց հիմա նայեցեք, միայն 25 միլիոն դոլարանոց պետական գույքը 13 միլիոն էժանացրել են, որպեսզի եւ նվիրել են 0% տոկոսադրույքով վարկի դիմաց նվիրել են մեկին, որը 10 տարի պետք է այդ գույքը օգտագործի։ Հետո պետության փողը տա, բանկի փողը տա առանց տոկոսի նույն չափով։ Դա թալան չէ։ 6 միլիոն գնահատված հյուրանոցը Սևանի ափին իջեցնում են 350,000 դոլար եւ վաճառում են նույն նարեկին, այդ ինչպես է պատահում, որ պետռեգիստրում 6 միլիոն արժեք ունեցող իջեցվում է մի քանի միլիոն դոլար։ Եվ երբ Նիկոլը հարց է տալիս, դու ինչ իրավունք ունես Սևանի ափին 50,000-ով դաչա ունենալ, տուն ունենալ, իսկ նույն ժամանակ Պապիկյանը պարտված, ոչնչացված մի ոչնչություն 800,000 դոլարանոց տուն ունի Արշակունյանց պողոտայում։ Եվ այդ թալանից իրենց շեղելու համար, իրենց իբար թե ասում են մարդիկ կմտածեն, եթե մենք մարդկանց այլասերված ենք ապրում, ուրեմն մենք անմեղ ենք, էլի, այլասերված ասենք, թող մարդիկ մտածեն, որ մենք անմեղ ենք։ Դուք Պանդորայի արկղը բացեցիք, եւ դրանից հետո մարդիկ իրավունք ունեն ձեզ ամեն ինչ ասել։ Ուրեմն լսիր, Աննա, մանկապիղծն ու այլասերվածը դու ես, հայոց եկեղեցին չէ։ Ես որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր, ծնված հայ հայտարարում եմ, դու այլասերված մանկապիղծ տականք ես։ Եղավ։ Մեր Եղազարյանի կյանքն ու մահը քեզ հանգիստ չեն տալու։ Հո ես եմ տեսել։ Ես իմ աչքերով եմ տեսել։ Եղավ այդ տականքներ։ Ինչպես կարելի է մի ողջ ժողովուրդ 1700 տարուց ավել եկեղեցի է գնում, զանգ է ղողանջում, մի հատ խաչ դնեն գլխին, հա։ Հիմա ես եմ քեզ ուզում հասցնել, այդ ինչքան հարկ է մուծել Վիվարոյի Վիգենը, որ 10 միլիոն դոլարանոց հարսանիք է կազմակերպել։ Մոտավորապես են ասում այդ թիվը։ Դա պետք է գոնե այս տարի 100 միլիոն դոլար Հայաստանի պետբյուջե փող մուծած լինի, որպեսզի այդքան եկամուտ ունենա։ Միայն հարսանիք վարելու համար։ Դու այդ հարցը չես տվել իրեն, թե քեզ հետաքրքրում էր միայն Չուլանանոցը։ Չուլանանոցի մատերիալը միայն դու ես։ Ձերի ժողովուրդ։ Երեք պաշտոնական հայտարարեցին, որ Հայաստանի պետական պարկը 13 միլիարդ 600 միլիոն է, բայց իրականում արդեն 14 միլիարդ 236 միլիոն է։ Խափում են էլի ձեզ։ Երեք պաշտոնապես հայտարարեցին, որ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը արտահանումը Հայաստանի Հանրապետությունից 60%-ով կրճատվել է։ Երեք պաշտոնապես հայտարարեցին, որ այլևս Կատարի եւ Դուբայում եւ Կատարում դատախազությունը պաշտոնական սկսել է ուսումնասիրել Հայաստանի Հանրապետությունից փոխանցված փողերը։ Երեք պաշտոնապես հայտարարեցին, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ոչ մի կոպեկ փող չի մտել բռնագրաված գույքից, որովհետեւ բոլորը գտնվում են դատական process-ների մեջ։ Իսկ այն գույքը, որը նվիրատվել է կառավարության մարդիկ չեն ուզել քաշքշուկի մեջ նվիրատվել են, դրանց անհայտ ծագումը, դրանց ճակատագիրը անհայտ է։
Ով գիտի այսօր ինչ եղավ օրինակ համար Հովիկ Աբրամյանի տան ճակատագիրը։ Նարեկ Նալբանդյանը եւ իր կինը պետք է գնային այդ։ Ինչ եղավ։ Կարող եք ասել։ Բայց ես ուզում եմ ուրիշ բան ասել։ Բոլոր ԿՊԱ-ականները շքեղ առանձնատներ եւ բնակարաններ ունեն էլիտար շենքերում։ Ինչ միջոցներով։ Օրինակ համար վերցնում են 40 միլիոն դրամ վարկ եւ գնում են 400 միլիոն դոլարանոց առանձնատուն։ Ասում ենք վարկով են գնել։ Այն 360 միլիոն դրամի ծագում իրեն ցույց չեն տալիս։ Կամ շքեղ 20 միլիոն դրամանոց մեքենան վարում, բայց այդ մեքենան իրենց չի։ Ինչ որ մեկի անունով է։ Կամ 8 Ծիրան սուպերմարկետները գնում են, ասում են մերը չի, այս ինչ օլիգարխինն է։ Ադամանդի գործարան են գնում եւ ասում են մերը չի, այս ինչ օլիգարխինն է։ Եվ չգիտես ինչու, այդ բոլոր գույքերը, որոնք գտնվում են կառավարության տրամադրության տակ հանցարդ Նարեկ Նալբանդյանի սեփականությունն են դառնում։ Ես անձամբ վերջերս տեսել եմ այդ տղային, համես խելոք Աննա եւ Նիկոլի սրտի օլիգարխն է, ինչ ասում են անում են եւ նա գիտի վերջում իրեն թողել են 20%-ը, մնացածը ինքը տալու է իրենց։ Բայց այս պահին, այս տականքների համար կարեւոր է որպեսզի իրենց չասեն, բա գիտեք ինչքա թալանել են։ Իրենց չասեն թալանել են։ Չուլանանոց եկեղեցի է դժգոհում տականք, ուր է դադիվանքը, ուր է Գանձասարի վանքը, ուր է Ղազանչեցոց վանքը, այդ սպիտակ փայլուն տաճարը։ Տվեցիր թուրքին տականք։ Եվ այսօր գիտես, որ քեզ չեն ներելու։ Սկսել ես եկեղեցում վիրավորել։ Սիրելի հայ ժողովուրդ, ես ուզում եմ ձեզ ցույց տալ մի կադր։ Խնդրում եմ աղջիկներ այդ կադրը ցույց տվեք։ Դե ինչպես են վարվում հայ ժողովրդի հետ այս Գագապետանի աշխատողների լկտի պահվածքը։ Ահա թե ինչպես է Նիկոլը վերաբերվում իրեն ընտրողների հետ։ Այս կինը, ուշադիր լսեք այդ դեմքը, 21 թվականին Նիկոլ էր գոռում հրապարակում։ Այս կինը 21 թվականին Նիկոլ էր գոռում հրապարակում, այսօր արդեն 500,000-ի վնաս են տալիս։ Աշխարհի բոլոր քաղաքներում, Փարիզում, Լոնդոնում, Լիսաբոնում, Մադրիդում, բոլոր այդ քաղաքներում, Մոսկվայում կան մանրածախ շուկաներ։ Ես Լոնդոնում եղել եմ այդ շուկայում, Փարիզում եղել եմ այդ շուկայում։ Մարդիկ գնում են էժան ապրանք են առնում, գիշերները գնում են կամ ցերեկները, երբ որ աշխատանքից են վերադառնում։ Ով չտեսել այդ շուկաները, որ քաղաքապետարանն է գնում, ոստիկանների հետ, քաղաքապետարանի լկտի, ԿՊԱ-ական տականքների հետ մարդկանց բանանում։ 500,000-ի վնաս է տվել ինչու համար։ Խեղդում են գյուղացուն։ Թուրքը պետք է գա, 5 րոպե հետո առևտուր պետք է անի, Թուրքի հետ առևտուր անելու պայմաններն են ապահում ԿՊԱ-ական վիժվածքները։ Դրա համար են ասում թուրքը գալու է 5 րոպե հետո առևտուր եք անելու, որովհետև ձեզ չենք թողնում առևտուր, դուք սնանկացեք։ Միայն 1 տրիլիոն 250 միլիարդ դրամ Երևանից է ավել փող հավաքելու հարկերի տուրքերի, որպեսզի երևանցին, որ այսօր Հայաստանի տնտեսական ամբողջականության եւ հզորության 80%-ը Երևանում է, որպեսզի դա չլինի։ Կատվածահար է լինում կոնյակի արտադրությունը, գինու արտադրությունը։ Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները պարզել է։ Արտահանում է իր խմիչքները եւ արգելում է Ռուսաստանի խմիչքների արտադրությունը, արտահանում է իր տարածքով։
որպես ռուսական շուկան վերագրավի վրացական ինչ է անում այս կառավարությունը դա ոչինչ այս մանկապիղծ սրիկաները այդ ամբարոյական վիժվածքները ոչինչ չեն անում մարդիկ որոնք չգիտեն անգամ իրենց երեխան ու միցը հոգևոր սուրբ դասին մանկապիղծ են անվանում Սիրելի հայ ժողովուրդ քո փրկությունը քո պայքարի մեջ է Կոչ եմ անում, ոտքի կանգնիր, ժամանակ չունես, թուրքը գալու է, թուրքի ճանապարհը Նիկոլը բացել է Եվ պարոն Հովհաննիսյան, չգիտեմ հասցրել եք ծանոթանալ այս տեղեկությանը, թե ոչ, ներողություն, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները հաղորդում են, որ ադրբեջանական մի շարք դիրքերում նկատվել են մոջահեդներ, վեհաբիստական արտաքինը, որոնք խոսում են անհասկանալի լեզվով, ենթադրաբար արաբերեն, դիրքերի միջև շարժվում են ջիհադ մոբիլներ, ամենայն հավանականությամբ ադրբեջանական կամնավոր բանակը համալրվել է սիրիացի ահաբեկիչներով, Երևանսկի նգրադել։ Ոչ, դրանք սիրիացի ահաբեկիչներ չեն, դրանք Սիրիայում բնակեցվող թուրքմենական ցեղախմբի վարձկաններն են, ովքեր Սիրիայում հաջողությամբ իշխանափոխություն իրականացնելուց հետո այսօր բերվել են Հայաստանի Հանրապետության սահմանի վրա եւ քանի որ կարևորագույնը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է կտրեն արտաքին աշխարհից եւ ստիպեն ծնկի եկած ողորմություն, որպես կյանք ողորմություն խնդրեն, բերել են այդ ուժերը կենտրոնացրել են հետագա գործողությունների համար։ Ես այդ տեղեկության ծանոթ եմ, դրանք թուրքմեն վարձկաններ են, արաբ վարձկաններ չեն։ Եվ Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակվում։ Այն կրակոցները եւ այն դրոշները եւ այն զուզաները, որ իրենք կանչում են եւ սպառնում են, Օղրաշ Նիկոլասելով կրակում են Հայաստանի ուղությամբ, շենքերի ուղությամբ, դա բան է եւ ասեմ ձեզ նաեւ, որ Նիկոլը որպեսի գնա Ղափան թույլտվություն է խնդրել Ալիևից։ Ասեմ ձեզ, թույլտվություն է խնդրել, որպեսզի ուղղաթիռով մեկնեն եւ այնտեղ բանան։ Եվ Աննայի կրթություն նորաձև դասընթացի մասնակիցները լավ լեզվամշակույթ ձեռք կբերեն, այդ լեզվամշակույթը կոչվում է մանկապիղծ, սրբապիղծ, այլասերված Աննայի լեզվամշակույթ։